Ինչ է պետք ցանկացած գործնական հանդիպում հաջողակ դարձնելու համար։ Անկեղծույց։ Անկախ նրանից, թե քո դիմացով է նստած, իմ կարծիքով լավը միշտ զգում են ու գնահատում են։ Որն է եղել ամենաշրջադարձային պահը ձեր բիզնեսում, եթե ունեցեք այդպիսին։ Շրջադարձային, այո, այդպիսի մի պահ եղել է, երբ որ մենք մեծ գումար կորցրեցինք բիզնեսում, շատերին կողքից թվաց, որ վсё, այդ բիզնեսը փակվեց, այլ տարբերակ չկա։ Ինչպես ես դու նայում օրինակ վարկ վերցնելու, բանկի հետ գործարքի գնալու եւ առհասարակ ֆինանսական պարտավորություններին։ Եթե պետք է վարկ վերցնել, որ iPhone 10 ունենալ օրինակի համար կամ 15, միանշանակ շատ վատ են վերաբերվում։ Համաշխարհային բիզնեսում մարդիկ միշտ իրենց բիզնեսը եւ նպատակները եւ անելիքները կապել են իրենց երազանքների հետ։ Դու հավատում ես երազանքներին։ Ես երազանքներին, գիտեք ոնց սիրում եմ երազել, բայց ավելի շատ սիրում եմ անել, որտեղ երազանքներին հասնում են գործով։ Ողջույն բոլորին, մեկնարկում է Business Life նախագծի հերթական հանդիպումը Partners Business ակումբի շրջանակներում եւ այսօր մենք անդրադառնալու ենք մեր հաջողված գործարաններից եւս մեկին Երևան Line ընկերության համահիմնադիր Զավեն Ավագյանին։ Ողջույն Զավեն ջան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Անտիր։ Շատ հրաշալի է։ Զավեն ջան, մենք մի ավանդական հարց ունենք, որ հղում ենք մեր բոլոր հյուրերին։ Որն է հաջողությունը քեզ համար, գործարարի հաջողությունը։ Ինչպես ես դու դա բնորոշում։ Եվ ինչպես հասնել այդ հաջողությանը։ Իմ կարծիքով հաջողության համար ուժեղ լինել է պետք։ Առաջինը, ամենակարևորը։ Դա կյանքի իմ կարծիքով շատ կարևորագույն մի առաջնահերթություն է, հաջողությունը, որին որ հասնում ես, արդեն դա հաճելի է։ Չնայած որ շատ դժվար է, բայց ուժեղ մարդիկ իմ կարծիքով միշտ հասնում են հաջողության։ Պահել առաջինը մարդկային արժեքները, որովհետև բիզնես ոլորտում դժվարությունները շատ մեծ են եւ այդ դժվարություններին կուլ չգնալ ու պահել այդ արժեքները շատ կարևոր է։ Իմ կարծիքով դա է առաջնայինը։ Զավեն, իսկ դու ինչպես ես նայում գործընկերությանը բիզնեսում, այսինքն պարտներացվածին, որովհետև հայկական իրականությունից մարդիկ խուսափում են, չէ՞։ Շատ հետաքրքիր ու լավ դիպուկ հարցեր։ Այո, ես շատ եմ լսում, որ գործընկերության այդ պարտներ ասվածին լավ չեն նայում։ Ես ընդհակառակը ավելի, չգիտեմ, հակված եմ այդ մտքին, որտեվ իրականում իմ բիզնեսի մեջ առաջնային իմ բիզնեսի հաջողակ լինելու մեջ առաջինը հենց դա է, որ ես գտել եմ լավ բիզնես պարտներ, ամենակարևորագույն բանն է իմ հիմա ինչ գործունեություն որ ծավալում եմ դրա մեջ, որտեվ իրականում ճիշտ բիզնես ընկեր ունենալը դա բերում է քեզ նրան, որ դու ավելի ես ուժեղանում ու ավելի արագ ես կարողանում բիզնեսի մեջ առաջ գնալ։ Անշուշտ համաձայն եմ։ Իսկ քո կարծիքով, այսպես ասենք, սուբյեկտիվ կարծիքով ինչպես գտնել այդ ճիշտ գործընկերոջը։ Իմ կարծիքով դա ինչ-որ միտեղ էլ, այսպես ասած, բախտի բան է։ Իրականում իմ բախտը բերել է այդ առումով։ Ես այս բիզնեսի մասին 7 տարի մտածել եմ, 7 տարի այսպես ասած դրել վերցրել եմ, գծել ջնջել եմ։ Եվ իրականում իմ կարծիքով եթե ես չհանդիպեի հենց իմ բիզնես ընկերոջը, երևի դեռ մինչև այսօր կյանքի չէր կոչվի այս բիզնեսը, որտեվ իրականում մենք անում ենք շատ հետաքրքիր բարի մի բան։ Իսկ ինչպես եկավ Երևան Line-ի մասին մտքերը, մտահղացումը։ Իրականում այս ամենը սկսեց մարտի դաշտից, ինչքան էլ որ մի քիչ կարող է տարօրինակ հնչի,
իմ արտական ընկերը դարձավ հետագայում ինձ որպես բիզնես ընկեր։ Պատերազմից հետո մենք այս հարցը իրար հետ քննարկեցինք, որ ժամանակին շատերի հետ քննարկում է եւ ինչ որ պատճառներով չէր ընկալվում դա, իմ ասածը։ Իմ բիզնես ընկերը միանգամից ընկալեց ու մենք միանգամից սկսեցինք այս գործը եւ Փառք Աստծո օրորի ավելի ծաղկում։ Մենք մոտավոր Երևան Լայնի գործունեությանը իհարկե ծանոթացնենք, բայց կուզենայի քո այսպես նկարագրությամբ նույնպես Երևան Լայնը որ բնութագրեի, որպես էլսին, ինչպես կբնութագրեի Երևան Լայնը։ Երևան Լայնը մենք իրականում փորձում ենք պահենք երկու ամենակարևոր բանը։ Չխաբել երբեք ոչ ոքի եւ տալիս ենք այն, ինչը որ պարտավորվում ենք տանք։ Եվ այս ամեն ինչի մեջ ամենահետաքրքիրն է, որ թե ես, թե իմ գործընկերը երկուսս էլ մենք միշտ բոլոր համերահարցերի շուրջ միակարծիք ենք լինում, անգամ երբ որ երկուսս նստած պատվիրատուի հետ խոսելուց ենք լինում, կարելի ասել երկուսիս խոսքը մեկ է դառնում, որտեղ երկուսս միաձև ենք մտածում։ Մենք իրականում կառուցում ենք երկաթի կարկասից տներ, որը որ իր ձևաչափի մեջ նորություն է Հայաստանում, որտեղ այդ տեսակը անում ենք մենակ մենք, եւ ամենակարևորը, որ իրականում վերջում ստանում ենք որակյալ տակ, ամենակարևորը եւ սեսմակայուն տուն։ Ճիշտ է, մեր ժողովուրդը դեռ ամբողջովին դրան սովոր չի, որտեղ մեր մոտ կա այսպիսի մի կարծրատիպ, եթե քար չի, այլ ընտրանք է։ Բայց իրականում թե մեր պատվերներից, թե մեր արդեն գործունեությունից մենք հասկանում ենք, որ երևակայի մոտավոր մի 5 տարվա ընթացքում այս տները կդառնան առաջնային, որտեղ իրականում ինչա պետք լավ տուն ունենալու համար, որ տունը լինի տաք, սեսմակայուն եւ ավանդական հայկական այս ձևաչափով, որ տունը պարտադիր կառուցվում է մի տարում, որ կապ չունի նա 100 քառակուսի է, թե 10 քառակուսի, մենք այդ կարծրատիպն էլ ենք արդեն կոտրել, որովհետեւ վերջերում դեպք ունեցանք, որ 774 քառակուսի շինությունը 0-ից մենք հանձնեցինք 3.5 ամսում։ Անգամ մի այդպիսի կատակ մեզ հետ արեց պատվիրատուն, ասում է դուք չինացիքին մարտահրավեր եք նետել։ Իհարկե դա գովելի է, մենք շատ լավ ենք զգում մեզ, երբ որ մեր պատկերացրածը դառնում է իրականություն եւ մենք դեռ ապագայում էլ փորձելու ենք ավելի զարգացնենք, ավելի որակը բարելավենք ու ավելի նորություններ բերենք մեր կամպանիայում եւ դա սիրով տանք մեր ժողովրդին։ Հայկական իրականության մեջ շատ հաճախ մենք անջում ենք գործարանների այն մտքին, որ թերևս չնայած բոլորս ենք դրա միջով անցնում, որ ցավոք Հայաստանը փոքր-ինչ անկայուն է, այսինքն ելնելով տարածաշրջանի հնարավորություններից, շրջապատված հարևաններից եւ այլն, մենք ունենք այդ մտահոգությունը կամ մտավախությունը, այսպես ասեմ, ինչ է ստացվում նման պայմաններում բիզնես անել եւ ավելի զարգացնել այդ բիզնեսը։ Մենք նման պայմաններում ավելի ռիսկով ենք փորձում մոտենալ բիզնեսին, ավելի ենք փորձում զարգացնել բիզնեսը, որտեվ մի բան ասեմ, ընդամենը լավատես է պետք լինել։ Ես կարծում եմ, որ Հայաստանը աշխարհում ամենալավ երկիրն է, ամենաապահով երկիրն է եւ յուրաքանչյուր հայ անգամ իր մտքի ծայրով պետքա չանցկացնի, որ կարա Հայաստանում լինի ինչ որ մի պահ, որ այնքան վատ լինի, որ ինքը որոշի բիզնես չանի կամ երկրից գնա։ Մեր երկիրը ամենալավն է։ Մեր երկրում շատ հեշտ է բիզնես ծավալելը, դա էլ ասեմ, ես դա միշտ իմ ընկերներին էլ եմ ասում, ինչի համար։ Որովհետև մեր երկրում երկու բան է պետք պահել։ Լինել բարի, երբեք չխաբել ոչ ոքի եւ այն ինչ որ անում ես, անես լավ, ու քո բիզնեսը կծաղկի, որտեվ իրականում բոլորը դա տեսնում ու հասկանում են։ Իմ կարծիքով մեր բիզնեսի հաջողությունը հենց այդտեղ է,
որովհետև չի գտնվի մի մարդ, ով կասի, որ մենք իրեն խաբել ենք, կամ այն ինչ որ մենք իրեն խոսք ենք տվել ու չենք արել։ Այդպիսի մի հոգի չի գտնվի։ Ես կարծում եմ, որ չգիտեմ, շատերը երևի չեն պատկերացնի շինարարությունը ինչ դժվար ոլորտ է, ահա որ դժվար ոլորտ է, բայց թե ես եւ թե իմ գործընկերը մենք սիրում ենք այդ դժվարությունները, որտեղ դա համ հետաքրքիր է, համ մեզ ավելի ուժեղ է դարձնում։ Մենք նաեւ մեր տների մասով կապված կառուցման հետ միասին մենք շատ կարևոր շեշտ ենք դրել մի բանի վրա, որը որ իմ կարծիքով ամենակարևորն է։ Հայ շինարարներին փորձել բերել նրան, որ ավելի գրագետ ու ավելի պատասխանատու մոտիկանան իրենց գործին, որտեղ իրականում մենք ունենք շատ մեծ խնդիր այդ գրագիտության, պատասխանատվության, այդ ամենի հետ, որտեղ իրականում մենք ինչքան էլ որ մեր պատվիրատուին պարտավորվում ենք, որ մենք պատասխանատու ենք ամեն ինչի համար, դրա հետ մեկտեղ մենք ուզում ենք, որ մեր աշխատակիցը, մեր բիզնեսում աշխատող, մեր կամպանիայում աշխատող շինարարը նաև մեզ նման մտածի ու ինչպես որ մենք ենք պարտավորվում որակը տանք, ժամանակը տանք, այդպես էլ ինքը վարվի։ Դրա վրա էլ ենք շեշտը շատ մեծ դրել, շատ ենք աշխատում մեր շինարարների հետ, փորձելով բացատրել, որ ամեն ինչ երբ որ գնում է իր հունով շատ գեղեցիկ է ու կարծես թե ստացվում է, չնայած էլ եմ ասում, որ շատ դժվար է։ Լինում է դեպքեր, թե իմ գործընկերը մենք մեր պատվիրատուներին միշտ զգուշացնում ենք այդ մասին, որ սա շինարարություն է, այստեղ խնդիրներ կլինի, հնարավոր է նաև դուք մեզանից նեղանանք, մենք ձեզանից, բայց ամենակարևորը դա վերջն է, որ վերջում միևնույնն է, տալու ենք ձեզ որակյալ տուն, տալու ենք գեղեցիկ տուն, տաք տուն ու սեսմակային տուն։ Ու իրականում վերջում միշտ տենց է լինում, մենք թե պատվիրատուները միշտ գոհ ենք լինում իրարից, շնորհակալ ենք լինում, շատ դեպքերում նաև ընկերանում ենք ու դառնում ենք ընտանեկան ընկերներ։ Ձեր պարագայում ես միևնույնն այն կարծիքին եմ, որ լավատեսությունը ձեզ տանում է դեպի ավելի ու ավելի մեծ վերելքներ։ Ինչքան որ առիթ եմ ունեցել։ Տաթև ջան, շատ կարևոր է լավատես լինելը, շատ կարևոր է։ Ինձ համար սարանի տարիներից էլ միշտ դասախոսները ասում էին, որ այս տղան ոնց որ ոչ դարդ ունենա, ոչ ցա, որտեվ կա տենց մի հատ ոնց կարելի է դա ասել, երբ որ դու լավատես ես լինում, երբ որ դու գնում ես դրան, անկախ ամեն ինչից այդպես է լինում։ Տիեզերքի հետ կապը այնուամենայնիվ գոյություն ունի։ Իրականում ես հավատում եմ, որ այդպիսի բան կա, որովհետև փորձը այդպես է ինձ ցույց տվել։ Ես միշտ փորձել եմ նայել թեթև, անգամ մեծ խնդիր է եղել, որ եկել հասել է մի պահ, որ մեզ թվացել է, որ սա անհնարին է, սա վերջն է, էլ չենք կարա ինչ-որ մի բան անենք, բայց այդ խնդիրն էլ ենք լուծել ու հաջողության գրավականներից մեկն էլ հենց այդ է, իմ կարծիքով։ Հայաստանում գործարարությամբ զբաղվելը, գործարար լինելը, որպես այդպիսին հեշտ է թե դժվար։ Իմ կարծիքով շատ դժվար է եւ երևի դա է պատճառը, որ շատերը չեն կարողանում լինել։ Գործարար լինելու համար իմ կարծիքով նախ ուժեղ է պետք լինել, խելացի ու ամենակարևորը բարի, որտեղ այդ բարիությունը միշտ քո դիմացինը իր սրտի խորքում զգում է։ Ես մեր հայկական իրականության մեջ հաճախ նկատել եմ մի բան, որ մարդիկ հաջողակ մարդկանց նկատմամբ երբեմն ունենում են այսպես նախանձ ասեմ դա, թե ինչ չեմ կարող ավելի ճիշտ բառ գտնել թերևս այս պահին, գուցե բարի նախանձ չէ, բայց շատ հաճախ այդ մարդիկ չեն տեսնում տվյալ մարդու անցած ճանապարհը, այսինքն իրենց հաջողվում, այսինքն իրենք տեսնում են միայն տվյալ մարդու վերջնարդյունքը, հա, այսինքն ինչ որ այդ մարդը ցույց է տալիս, բայց այդ ճանապարհը, որ մարդը անցնում է,
բիզնեսի մարդը հատկապես իրականում դա իսկապես դժվար ճանապարհ է։ Ես թվում է դու նույնպես դրան կհամաձայնես, որ վայրեջքներ, վերելքներ, շատ սուղ պահեր, եւ թվում է թե արդեն կարող ես հանձնվել, բայց ինչ որ կերպ էլի ուժ ես գտնում քո մեջ, էլի շարունակում ես եւ չես հանձնվում։ Ճանապարհը դժվար է։ Այո, իրականում կա այդպիսի բան։ Կողքից ամեն ինչ շատ հեշտ թվում է, բայց իրականությունը այդպիսին չի, իրականությունը իրոք մանավանդ շինարարության մեջ շատ բարդ է։ Եվ պատասխանատու։ Այո, իհարկե, գիտեք, կողքից տեսնում են, դե հա, տուն լաս արկեց, իր փողը վերցրեց գնաց։ Բայց իրականում մենք այդ տեսակը չենք, մենք պատասխանատվություն ենք կրում այդ տան համար եւ միշտ պատրաստ ենք պատասխանատվություն կրել, դա էլ բերում է իր բարդություններն ու դժվարությունները, բայց մենք այդ դժվարություններին միշտ պատրաստ ենք լինում, որտեղ իրականում մեր պրակտիկայի մեջ դա անգամ դեպք է եղել, երբ որ վնասվել է կտուրը, որը որ մեր հետ ընդհանրապես կապ չի ունեցել, բայց մենք արձագանքել ենք, թերությունը վերացրել ենք ու դա բերում է մեզ, այսպես ասեմ, շատ կարևոր, շատ լավ իմիջ։ Ես կցանկանայի, որ բոլոր կամպանիաները շինարարական առումով, ես շինարարական առումով եմ ուզում շեշտեմ, որ վարվեին այդպես, որտեղ իրականում կա այսպիսի մի բան։ Երբ որ դու դա անում վերջացնում ես, նաև պետքա դա փայփայել։ Կապ չունի, որ դա քո տունը չի, դա տունն է, որտեղ ապրում է ընտանիք, եւ պետք է, եթե քո կարիքը կա, անպայման արձագանքել։ Չնայած, որ մենք շատ դեպքերում մեր հենց ֆինանսական բյուջեից ենք վատնում, բայց մենք դրանից լավ ենք զգում, որտեղ իրականում մենք չենք ուզում, որ ոչ մի սարքած տուն ունենա խնդիր։ Զավեն, ես երևի Երևան Լայնի հաջողության ու նման մեծ վերելքը կկապեմ նաև նրա հետ, ելնելով քեզ հետ զրույցից, Վաչի քո գործընկերոջ հետ զրույցից, որ դուք մի շատ կարևոր հատկանիշ եք ներդրել ձեր բիզնեսում, դա սրտացավությունն է։ Ես դա միշտ նկատում եմ ձեզնից, իսկապես սրտացավություն յուրաքանչյուր հաճախորդի, յուրաքանչյուր տան, որը որ կառուցվում է, իսկապես ոնց որ ձեր սեփականի նման մոտեցում լինի, եւ դա իհարկե շատ ողջունելի է, որովհետեւ այդ դեպքում է երբ որ բիզնեսը իսկապես կարող է ծաղկի։ Եվ կարգավորությունը միայն փողը չի։ Իհարկե, փողը չի, մենք իրականում անում ենք բարի բան եւ ուզում ենք այդ բարությունը մինչեւ վերջ պահել։ Ես մանկուց սիրել եմ սարքել։ Անգամ պուճուր տնակներ էի սարքում ավազից, ես դրանից ուրախանում էի։ Հիմա արդեն հասուն տարիքում իմ մեջ էլի ինչ-որ չափով էդի չի փոխվել, որտեղ ես էլի ուրախանում եմ, երբ որ սարքում եմ, ուրախանում եմ։ Շատ հաճելի է, երբ որ մենք կառուցում ենք տուն ու այդ տան տերը մեզանից շնորհակալ է լինում, այդ ամենամեծ հաջողությունն է։ Դա չես փոխի ոչ գումարի, ոչ մի բանի հետ։ Մենք փորձում ենք դա պահենք, ելի եմ ասում, ճիշտ է, շատ դժվար է այդ ոլորտը, բայց մենք փորձում ենք ամենակարևորը դա պահենք, որ վերջում մեր պատվիրատուն մեզանից շնորհակալ լինի, որտեղ դա մեզ մեծ ուժ է տալիս։ Ես մի հարց եմ ուզում քեզ տալ, թերևս գործարարի պարագայում գուցե դիտարկվի, որ այս հարցը մի փոքր ռոմանտիկ է հնչում, բայց համաշխարհային բիզնեսում մարդիկ միշտ իրենց բիզնեսը եւ նպատակները եւ անելիքները կապել են իրենց երազանքների հետ։ Դու հավատում ես երազանքներին։ Ես երազանքներին, գիտեք ոնց սիրում եմ երազել, բայց ավելի շատ սիրում եմ անել, որտեղ երազանքներին հասնում են գործով, հասնում են անելով։ Ուղղակի նստել երազել, այդ բոլորը կարան, բայց երազանքին հասնելը իմ կարծիքով հասնում են նպատակասլաց, ուժեղ, խելացի մարդիկ։ Ինչ է պետք ցանկացած գործնական հանդիպում հաջողակ դարձնելու համար։ Անկեղծություն։
անկախ նրանից թե քո դիմացով է նստած, իմ կարծիքով լավը միշտ զգում են ու գնահատում են։ Բիզնեսում թե գործում, բիզնեսում, ընդհանրապես կյանքում լավին հասնելու համար անկեղծ է պետք լինել։ Եղել է դեպք, որ մեզանից պահանջել են այնպիսի մի բան, որ ուղղակի մենք եղել ենք անկեղծ ու ասել ենք մենք դրա պրակտիկան չունենք, ներողություն, բայց մենք չենք կարող դա ձեզ տալ։ Անկախ մեծ գումարի չափից։ Զավեն, իսկ որտեղից ես գտնում ինքնավստահություն։ Ինձ թվում է բիզնեսում դա շատ կարևոր գործոն է։ Այո, բիզնեսում շատ կարևոր։ Իմ ինքնավստահությունը գալիս է նրանից, որ ես միշտ ունեցել եմ մի կարծրատիպ։ Այն ինչ որ մարդ կարողանում է անել, ես կարող եմ անել։ Ինքնավստահությունը գալիս է նրանից, որ ինձ համար իմ ընտրած ոլորտում չկա մի բան, որը որ չկարողանամ այդ հարցի լուծումը գտնել։ Միշտ պրակտիկայում ես ինձ ապացուցել եմ, որ այո, ես կարողանում եմ գտնեմ ու դա ինձ բերում է հենց այդ ինքնավստահությունը։ Իսկ ինչպես ստեղծել լավագույն թիմը։ Ընտրել խելացի մարդկանց, խելացի եւ ուժեղ։ Լավագույն թիմը իմ կարծիքով դա է։ Ինչպես զարգացնել մարդու մոտ կամքի ուժ։ Իմ կարծիքով երևի սեփական փորձով եւ սեփական մտքերով, որտեղ իրականում ես հիշում եմ, որ այս ծրագրի մասին, երբ որ կիսվում էի որոշ մարդկանց հետ, ովքեր բիզնեսմեններ էին, կիսվում էի, որպեսզի նրանք ներդրումներ անեին եւ այսպիսի բիզնես ունենենք, շատերը թերհավատորել էին վերաբերվում այս ամենին, իրենց թվում էր, որ սա անհնարին ծրագիր է եւ չի աշխատի, բայց իրականում եկավ իմ գործընկերը եւ այդ կարծրատիպը մի վայրկյանում ջարդեց, մենք իրար հետ այս ամենը կյանքի կոչեցինք ու ստացվեց։ Կարելի է ասել հենց բիզնեսը սկսած օրվանից մեր մոտ ամեն ինչը ծաղկեց, մինչև այսօր մենք էլ փորձում ենք ավելի դա զարգացնենք, ավելի նորարար սարքենք, որտեղ մենք հույս ունենք, որ ապագայում շատ հետաքրքիր ու մեծ բիզնես կունենանք։ Ամեն։ Որն է եղել ամենաշրջադարձային պահը ձեր բիզնեսում, եթե ունեցել եք այդպիսին։ Շրջադարձային, այո, այդպիսի մի պահ եղել է, երբ որ մենք մեծ գումար կորցրեցինք բիզնեսում, շատերին կողքից թվաց, որ վсё, այդ բիզնեսը փակվեց, այլ տարբերակ չկա, որ անհնար է այդ ամեն ինչի տակից դուրս գալ, բայց մենք երկուսով մարտարավեր նետեցինք այդ ամեն ինչին, ու ընդամենը 1 տարում այդ ամեն ինչը բերեցինք բալանսի ու դրա հետ մեկտեղ նաև ավելի առաջ գնացինք մեր բիզնեսում։ Երևակայի հետ մի դեպքն է եղել, որ Բրավո ձեզ։ Զավեն, ո՞րն են հաջողակ մարդու սովորությունները ըստ քեզ։ Լավ մարդ լինելը։ Իմ կարծիքով այն մարդիկ, ովքեր լավ մարդ են ու մարդկային արժեքները ամեն ինչից բարձր են դասում, իրանք հաջողակ են։ Իսկ դու ունեցել ես կամ ունես ուսուցիչ ում հետևում ես։ Կա քեզ համար նաստավնիկ աստվածը։ Հայրս։ Իմ ամենամեծ ուսուցիչը, ամենամեծ խորհրդատուն դա իմ հայրն է, իր կյանքի փորձով, իր խորհուրդներով, իր տեսակով։ Որովհետև իրականում կա մի բան, գումարը, փողը ու բիզնեսում հաջողություններ գրանցելը շատ դեպքերում մարդկանց փոխում է, դա մարդիկ դառնում են ավելի գոռոզ, ավելի փոխվում են շրջապատի հանդեպ, բայց երբ որ դու ունես այդ մարդկային արժեքները եւ դու հասկանում ես դա ու գնահատում, դու չես փոխվում, իսկ այդ չփոխվելով չես կորցնում քո ունեցածը, որտեղ իրականում
ովքեր որ փոխվում են, դառնում են վատը կամ գոռոզ կամ չգիտեմ, այդպիսի մի բան, իրանք իրականում բիզնեսում սկսում են հետ գնալ։ Այսինքն դու կարծում ես, որ փողը փոխում է մարդուն։ Այո, իհարկե բոլորին չէ, բայց այո, փողը փոխում է մարդուն, բայց ուժեղ մարդուն չէ։ Իսկ ինչպես ես կարծում, բիզնեսմենին, գործարարին անհրաժեշտ է աճ, անհրաժեշտ է կրթվել։ Այո, իհարկե։ Եվ ինչպես է հնարավոր դա անել։ Կամ օրինակ դու ինչ ես անում դրա համար։ Ես միշտ փորձել եմ կրթվել, որտեվ միշտ կարծում եմ, որ ինչքան էլ որ օրինակ դու քո գործում հաջողություններ ես գրանցում, դա պետք է չլինի պատճառ, որպեսզի դու էլի փորձես առաջ գնալ, էլի փորձես կրթվել, որտեվ միշտ սովորելու տեղ կա, միշտ պետք է լավ խորհուրդները լսես։ Ես անգամ դեպք ա եղել, մեր մոտ աշխատող մի բանվոր տղա կար, ես իրանից խորհուրդ եմ վերցրել ու դա իմ պրակտիկայում օգտագործել եմ։ Իմ կարծիքով դա շատ ճիշտ բան է եւ ուղղակի մտածել, որ всё, ես ամեն ինչի հասել եմ, ամեն ինչ մտածել եմ ու սրանով սահմանափակվեմ ու սկսեմ սրանով աշխատել, դա սխալ է, որտեվ կյանքում միշտ սովորելու տեղ կա, միշտ։ Ժամանակներն էլ են դա քեզ պարտադրում, որտեվ ժամանակներն իրականում փոխվում են, տեխնոլոգիան փոխվում է, զարգանում է ամեն ինչ, նոր շինանյութեր, նոր հետաքրքիր ինչ-որ բաներ, ու այդ ամեն ինչը պետքա սովորել, այդ ամեն ինչը պետքա վերցնել, որը որ մենք մեր գործունեությամբ հիմա փորձում ենք Հայաստանում անել, որտեվ այս տեսակ տներ ընդամենը մի քանի տարի առաջ չկար Հայաստանում, իսկ հիմա արդեն կա, մենք փորձում ենք դա ավելի զարգացնենք, որտեվ ինքը իրականում զարգացած տեսակ է, դա անում է նաև Եվրոպան, որը որ շինարարության մեջ շատ զարգացած է եւ փորձում ենք ինչի՞ չէ շատ բաներ էլ այնտեղից վերցնել, օգտագործել մեր մոտ, մեր ժողովրդի համար։ Որպես գործարար եւ ըստ էության հետաքրքիր գործունեություն ծավալող Հայաստանում, ինձ հետաքրքիր է քո կարծիքը վարկերի վերաբերյալ, ինչպես ես դու նայում օրինակ վարկ վերցնելու, բանկի հետ գործարքի գնալու եւ առհասարակ ֆինանսական պարտավորություններին։ Եթե պետք է վարկ վերցնել, որ iPhone 10 ունենալ օրինակի համար կամ 15, միանշանակ շատ վատ եմ վերաբերվում։ Իսկ եթե դա վերաբերվում է, եթե կարողանում են մարդիկ ճիշտ բանկի հետ աշխատել, ես դրան շատ լավ եմ նայում եւ կողմ եմ, իրականում վերցնել վարկ, եթե դա բերի քեզ եկամուտ, բացի նրանից, որ պետք է դու հետ տաս բանկին, ինչի՞ չէ կարելի է, բայց եթե ուղղակի պետք է վերցնես վարկ, որովհետև բանկը քեզ վարկ է տալիս, իմ կարծիքով ես երբեք չեմ անի այդպիսի բան։ Իսկ բիզնեսի մեջ ռիսկի գնալու սահմանը ո՞րն է քեզ համար։ Ռիսկի գնալու սահմանը Եվ առհասարակ պետք է ռիսկի գնալ։ Միանշանակ, հենց դա էլ ուզում էի ասեի, անպայման ռիսկի պետք է գնալ, ուղղակի խելացիորեն։ Կան արտահայտություններ, չէ, որով ռիսկի չի գնում, նա չի շահում, բան, իրականում ռիսկի գնալ պետք է, բայց երբ որ ռիսկերը հաշված են։ Բայց ես կարծում եմ, որ ռիսկի գնալ արդեն ենթադրում է, որ հաճախ դու կարող ես նաև չունենալ հաշվարկ, ուղղակի պիտի գնաս դրան։ Այո, բայց կան ռիսկեր, որ հաշվել է պետք, որպեսզի հետագայում դա քեզ չբերի հետանկման։ Իհարկե, միշտ ռիսկի դիմել պետք է, մանավանդ բիզնեսում, առանց ռիսկի դիմելու երբեք իմ կարծիքով ոչ մի բան չի հաջողվի։ Զավեն ջան, եւ որպես ամփոփում կուզենայի լսել քեզանից այն խորհուրդը, որը ստացել ես կյանքում շատ կարեւոր եւ առաջնորդվել ես այդ խորհրդով եւ դու ինչ խորհուրդ կտաս սկսնակ գործարարներին։ Խորհուրդ կտայի, որ այն ինչ որ իրենք մտածում են եւ հոգու խորքում վստահ են, որ իրենք դա կարող են անել,
առանց մի վայրկյան մտածելու սկսեն իրենց բիզնեսը։ Որտեվ իրականում շատերը կողքից կարող են ասել, որ դա չի լինի, այդպես լիներ ինչ-որ մեկը կաներ, այդպես լիներ բոլորը կանեին, երբ որ հենց այդ արտահայտությունները ինքը լսում է, թող առանց մի վայրկյան մտածելու իր բիզնեսը սկսի, որտեվ արդեն դա հաջողություն։ Իսկ քո խորհուրդը, որ դու ես ասել։ Իմ ստացած խորհուրդները հակառակ կողմից են եղել։ Ինձ միշտ ասել են, որ չի լինի, չի ստացվի։ Ես միշտ նայել եմ հակառակը եւ ստացվել։ Զավեն ջան, շատ շնորհակալ եմ շատ բովանդակալի զրույցի համար։ Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր դիտում էին մեր հաղորդաշարը, առանց երկմտելու կդիմեն Երևան Լայնին տներ կառուցելու արդեն, որովհետև սիրով բոլորին սպասում եմ։ Ձեզանից այդ սրտացավությունը եւ այդ ամենը ակնհայտ երևում էր։ Շնորհակալություն եւս մեկ անգամ եւ կարծում եմ մենք դեռ արժևում եւս շատ հետաքրքիր զրույցներ ենք ունենալու եւ կարծում եմ իսկապես հետաքրքիր է բացահայտել գործարարի կերպարը հայկական իրականության մեջ, ինչպիսին է այն իրականում հեշտ թե դժվար։ Սպասեք նոր եթերների։